Հիսուսի քավճարար արյունը ավետապեր Ցիթենին Գիշերմը աղոթաժողովի ընթացքին երիտասարդ աղջիկը Աստծո հբումը ըսկաց իր սրտին մեջ։ Ան երկնային գոչին հնազանդելով Տեր Հիսուս Քրիստոսը ընդունեց որպես իր անձնական փրկիչն ու Տերը։ Այս աղջիկը շատ քեշ անցյալ ունեցած էր։ Խմիչքի և թմրեցուցիչի քերի ըլլալով անփարո կյանք ապրած էր։ Սակայն ապաշխարութենեն վերջ կյանքի փոփոխությունը ակնհայտ էր իր մեջ։ Ժամանակի ընթացքին ան եկեղեցվո մեկ հավատարիմ անդամը եղավ և սկսավ մանուկներու մեջ գործելով ծառայել Աստուծո։ Երկար չտևեց, մինչև որ եկեղեցին հովիվին դուղուն աչքին զարկավ այս նվիրյալ երիտասարդուհին։ Անոնք մտերմացան ու զիրար սիրելով որոշեցին նշանվել։ Հոս էր, որ հարցերը սկսան ծագիլ։ Եկեղեցի անդամներուն կեսը կխորեին, թե աղջիկը, որ այդքան քեշ անցյալ ունեցած է, հարմար չէ, որ հովիվին դուղուն հետ ամուսնանա։ Ուստի ժողովուրդը սկսավ վիճաբանել այս նյութին շուրջ։ Այնադեն որոշեցին անդամական ժողով ունենալ։ Մինչ շատեր իրենց արարգությունները գնեին, մարդիկ սկսան հակաճարել և շուտով ժողովը ձեռքե ելավ։ Երիտասարդուհին շատ վշտացավ և երբ սկսավ լալ, պատվելիին որդին ոտքի ելավ խոսելու, քանի որ իրեն համար անտանելի էր լսել իր նշանածին վերաբերյալ եղած անպատկար խոսքերը։ Ուստի ան ըսավ. «Կտեսնեմ, որ իմ նշանածիս անցյալը չէ, որ հոս կդատվի, այլ դուք կհարձակնեք Հիսուս Քրիստոսի արյան զորությունը և այդ է, որ կդատապարտեք։ Արդյոք Հիսուս Քրիստոսի արյունը կարող չէ մեր մեղքերը լման սրբելու և մեզ մաքրելու»։ Ասոր վրա բոլոր ժողովուրդը սկսավ լալ, երբ լսեց այս զգաստացուցիչ խոսքերը, թե իրենց անվայել վարմունքով Հիսուս Քրիստոսի արյունն էր, որ կարհամարհեին։ Շատ անգամ մենք ալ որպես քրիստոնյաներ անցյալը մեջտեղ կբերենք և զայն որպես զենք կգործածենք մեր եղբայրներուն և քույրերուն դեմ։ Ներողամտությունը ավետարանին հիմնական դաստիարակությունն է։ Սիրել, ներել ու մոռնալ։ Թող ըլլա մեր նշանաբանը։ Եթե Հիսուս Քրիստոսի արյունը կարող չէ դիմացինը լման մաքրելու, ուստի ան մեզ ալ չկրնար մաքրել։ Սակայն Աստուծո խոսքը կսե. Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքէ կսրբե։ Առաջին Հովհաննու 1:7 Փառք ըլլա Աստուծո իր որդվույն քավճարար արյան համար, որ մեզ հավիտենական դատապարտութենէ կյանքի ժառանգորդներ կնե։ Ամեն։